Կհաջողվի դիմադիրներին փոխել երդվյալ ԿՊԱ-կանների դիրքորոշումը եւ ինչ կնշանակի առհասարակ մտնել պարլամենտ Փաշինյանի հետ։ Փաշինյանը այդ պարլամենտը կներեք հորական տնից չէր բերել եւ այդ պարլամենտը եղել է արդեն գիտեք ինչքան ժամանակ է։ Ճիշտ որ մի երկրի դեսպանը իմանալով որ ժողովրդի կեսը ինչ որ լարված է այդ անգամ այդ բառը համաձայն չի, հա, բայց ինքը փորձում է այդ նույն ոնց որ մասնակցում է ԿՊ-ի քարոզարշավի, օրինակ չգիտեմ, Չեխիա այդ գործնախարարը, եթե կա մի հատ իրավաբան կամ դիվանագետ, խնդրեմ այդ օրինակ մեր համայնքից Չեխիային նամակ ուղարկեն արտգործնախարարից, արդյոք դու կողմ եք, որ այդ մարդը ակնհայտ այդ քարոզը անում։ Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը, այսօր հյուրընկալել եմ հաղթանակ կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանին, բարև ձեզ պարոն Մնացականյան։ Բարև ձեզ, Վիճը։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ես հով ստուդիայի վերջապես համար։ Պարոն Մնացականյան, թերևս սկսենք ընտրություններից, արդեն հայտնի են հաղթողները եւ այն մարդիկ, որոնք այն կուսակցությունները, որոնք կձևավորեն 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ի վերջո, ձեր կարծիքներ հետաքրքիր լսել, իշխանությունը հաղթանակ տարավ այս ընտրություններում եւ Փաշինյանը ինչով էր վստահ իր հաղթանակի վրա, որ գիշերը, երբ դեռևս չէին ավարտվել ընտրությունների ձայների քվեների հաշվարկները, բայց Փաշինյանը արդեն հայտարարում է, որ մենք միանձնյա կձևավորենք կառավարությունը։ Այդ ձեր կարծիքներ հետաքրքիր։ Այդ նախ դուք մի քանի անգամ օգտագործեցիք հաղթանակ բառը, շնորհակալություն, դա ես պատմում եմ կուսակցության, բայց իրականում եթե կատակը մի կողմ դնենք, լավ կներ հաղթանակը լիներ, ասենք 20 թվականին նման հաղթանակներից մենք խոսայինք, որովհետև մի ազգում փոքր ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող ու սենց խառը գեոպոլիտիկ իրավիճակներում եւ այդ աշխարհագրություն ունեցող երկրում հաղթանակը մի քիչ ես հասկանում եմ այդ հոմանիչները Ուռճացված էր ասված, բայց դա հաղթանակ չի, ես չեմ համարում հաղթանակ, որովհետև հենց ամսի 7-ից հետո մնացին էլի 50-50, այսինքն ժողովուրդը շատ կերակված է խնդիրներով, տենց Դեք շատ դգեղ բան չեմ ուզենա ասել, բայց մենք այստեղ խնդրենք մարդաբանական, մենք դա հասկացանք, որ շատ հստակ արդեն հասկանում ես անգամ որ մարզերում ինչա, հա, որտեղ խնդիրները եւ այլն, որ կուսակցությունը ավելի, որ դաշինքն ավելի ուժեղ, որտեվ սա գալիս է անթրոպոլոգիկ, այսինքն մարդաբանական առումով Երևանում է ընտրել, օրինակ, հա, ոնց որ նախին 21 թվականին, հետո 26-ին իհարկե անդադ փոփոխվում է։ Ու սա դժվար է այս ֆոնին հաղթանակ բառ օգտագործել։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագրի, ես ընդհանրապես ասեմ, ունենք մնացել են ընդհանրապես իշխանության, բայց ավելի ցածր եւ ավելի վատ ռեյտինգով, ավելի դժվար գործողություններ, ասեն ավելի սահմանափակ լիազորություններով եւ ավելի նեղացած այս բառը ասեմ ժողովրդով, որովհետեւ շատ հարցեր ժողովուրդը դեռ ունի իշխանություններին։ Պարոն Մնացականյան, քիչ առաջ էլ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ ակտիվ քննարկումների փուլում են գտնվում եւ նրանց անհրաժեշտ է 8 ԿՊԱ-կանի ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կորցնի իր աթոռը։ Հարցս հետեւյալն է. կհաջողվի դիմադիրներին փոխել երդվյալ ԿՊԱ-կանների դիրքորոշումը այս մասով։ Եվ ինչ կնշանակի առհասարակ մտնել պարլամենտ Փաշինյանի հետ։ Նախ Փաշինյանը այդ պարլամենտը կներեք հորական տնից չէր բերել եւ այդ պարլամենտը եղել է արդեն գիտեք ինչքան ժամանակ է եւ ես շատ չեմ ուզենա քաղաքական մեկնաբանություններ անել, որովհետեւ դուք ասում եք որպես ներկայացրեցիք որպես կուսակցության ղեկավար, բայց ես ավելի շատ վերջին հատկապես ավական ընտրությունից հետո ներկայանում եմ որպես չգիտեմ քաղաքային պլանավորող եւ այլն կամ քաղաքային խնդիրներով զբաղվող մարդ։ Ես կարամ ասեմ, մենք շատ ակտիվ չենք զբաղվում հաղթանակուսակցությունով եւ նաեւ չենք մասնակցել ընտրություններին, որտեվ կարող եմ հայտագամ բացատրել, բայց այս օրինակով ասեմ, որ ես նախ ողջունում եմ, որ Նարեկ Կարապետյանն եւ ընդհանրապես բոլոր մեր մնացած կուսակցությունները ավելի քան շատ ուրախ կլինեն նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնի, որ երեք ուժեր օպոզիցիոն լինեն, բայց այդ լավատեսությունը ես կարծում եմ շատ մեծ հնարավոր է, որտեվ ցավոք եղել են եւ հակառակ որ այս կողմից են գնացել այն կողմ, այն կողմից կգան այս կողմ, սա կախված է նաեւ շատ գեոպոլիտիկ իրավիճակից աշխարհի, կախված է տեսնենք ոնց են զարգացնում, որտեվ 8 տարվա մեջ տենց շատ ցցուն օրինակներ չունենք, այսինքն տնտեսությունը զարգանա, այս մնացած ինչ դուք տեսնում եք,
Սա շատ էկոնոմիկայի չի, իհարկե բնականաբար որոշ ոլորտներում կա, այսինքն, հա, հիմա ես հասկանում եմ, որ օրինակ Երևանին չեն տրամադրում, կարևոր Երևանի կենտրոնում տեղեր կա, որ անգամ մայթեր չկան, հիմա լավ է մի քիչ սկսել են միտեղ լայնացնել, միտեղ սարքեն, իհարկե, բայց մարզերում մի գյուղում կար 300 հոգի, օրինակի համար եմ ասում, հա, համեմատենք, միտեղ 400 հոգանոց գյուղում տալիս են միլիոնավոր դրամներ, որ անցկացնեն երկրորդ կամ ընդհանրապես ճանապարհը, բայց դա հասկանում ես, որ դա պատրաստվում են մարդիկ ընտրություններին, այդ առումով երևի թե օգտագործելով այդ ամբողջ ռեսուրսը պետական, մաշացնելով այդ սաղ կառավարությունը, այսինքն մի քանի ամիս գնում էր գալիս էր վարչապետի հետ, չգիտեմ որ փորձում էր ժողովրդի աչքին բարձրանալ ըստ էության։ Փորձում էր բարձրանալ, բայց մաշվում է պետությունը, այսինքն բացի բյուջեից, այսինքն քաղաքացիական պայմանագրի համար մեր բյուջեից ինչ որ խոստումներ ընտրվում, բայց ստրատեգիական, այսինքն տակտիկական քայլեր արվում են, մանկապարտեզ վերանորոգելը, չեմ ասում կառուցելը, վերանորոգելը, դա տակտիկական քայլ է, դա իրենց պարտականություն է, դա ես չեմ կամ հասկանում ինչ կապ ունի ընտրությունների խոստումների հետ, այսինքն խոստում կարա ստաս, բայց խոստումը, գիտեք, մի քիչ պետական բյուջեին հաշին խոստում տալը եւ մնացած ոնց որ ոչ հավասար պայմաններում, անգամ եթե այդ մյուս քաղաքական ուժի ղեկավարը օֆիցիալ միլիարդատեր է, դա հավասարազոր չեն։ Եկեք հասկանանք, սա ֆիքսենք, որ մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները պետք է հասկանան։ Բայց հուսով եմ կստացվի, որ 8-ել, 10-ել եւ հետագա հնարավոր է 18-ին կարողանան քաղաքացիական պայմանագրից տանեն այն կողմ։ Ընդ որում Նարեկ Կարապետյանը նշում էր, որ իշխանության փոփոխության համար անհրաժեշտ է երկու քայլ, կամ ընտրություն, կամ փողոցային պայքար։ Հիմա այս երկուսից որ մեկն եք տեսնում, որ ավելի ռեալ փոփոխությունների կտանեն, հա։ Ես ինքս շատ տարբեր առիթներով սկսած սրբազան շարժման եւ այլն մասնակցել եմ միտինգներին եւ այս ձեր ասած փողոցային պայքարին, եթե դա դեմոկրատական է, որ ինքի սահմաններում է, բայց եթե գիտեք, հենց մենք դրա համար մեր գուսակցությունը, երբ որ մենք հախորթով եւ ընդհանրապես ընկերներով հավաքվել որոշում ենք մասնակցենք թե չէ, որտեվ դա մեր բոլոր գուսակցություններից մենք ունեցել ենք համագործակցության առաջարկներ, բայց մենք հասկացանք, որ մենք այս հետոն պիտի հասկանանք, արդյոք մենք պատրաստ ենք լինել օպոզիցիոն օրինակ падգամավորներ եւ մեծամասնությունը որոշեցին, որ չենք ուզում հենց նման խնդիրների։ Եթե այդ մարդիկ մասնակցել են, պետք է նաեւ այդ պատասխանատվությունը կրեն, գնան ազգային ժողով, դա կլինի մի տարի, չգիտեմ, կարող ավել չտևի, բայց կարող մի տարի կամ մի քիչ ավել, թող լինեն օպոզիցիոն, դա շատ լավ կլինի, որտեվ շատերին ճանաչում եմ, շատ մեծ քաղաքական քաշ ունեցող տարբեր կուսակցություններում ունենք օպոզիցիոն, նաև ունենք երիտասարդներ, թող նա թրծվեն, որ պատրաստվեն հետագա կամ ընտրություններին կամ կոնկրետ պայքարին, բայց որ ազգային ժողովը լինելով այդ շատ չարչկված այդ ժողովրդական բաստիոնի այդ յանց բառը չարաշահում ոնց որ միշտ ոնց որ քաղաքացիական պայմանագիր բառը ժողովրդական բաստիոն կամ չգիտեմ 10 միլիոն ծառ այդ կատակով եմ ասում, բայց չի կարելի թաքնվել, դա պետք է տենց լինի, այսինքն ոնց որ գնում ես, հա, դուք գրել եք օրինակ ձեր բանը Եվրոմեդիա, դուք համապատասխանում եք, եթե գալիս եմ Եվրոմեդիայից, գիտեմ, ինչ չեն կարա քաշքշեն, չեն կարա վիրավորեն, չեն կարա խափեն, չէ, ասեն, չգիտեմ, ինչ որ մի հատ խոսույթներ եւ այլն, դուք գիտեք, որ Մարդը ասենք երթ անգամ չեք ես զգուշացնում, որ ասեք օրինակ պարոն Նացականյան, խնդրում չվիրավորեք մեր ստուդիան, որտեղ գիտեք ես օրինակ հասկացել եք, որ կիրթ մարդ եմ։ Հիմա նույնը, եթե դուք գնում ես քաղաքացիական պայմանագիր, նշանակում է հատկապես դու վարչապետ ես, հատկապես վարչապետի տեխնացու ես, դու պետք է այդ խոսույթը պահես, դա կլինի Արտուր Օսիպյանի դեպքում, որտեղ նաև հայտարարեմ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, նաև եւ մեր Բաքվի բանտարկված հայրենակիցներին, բայց ասեմ, որ այդտեղ հասկանում եք նույն Արտուր Օսիպյանի հարց ինքը նրանից չի, որ Յան հարց են տվել։ Իսկ մենք հավշը չի ներում Արտուր Օսիպյանի նրա համար, որ ինքը ստիպած եղավ ափերից դուրս գալ, վարչապետին ոչ վայել այդ խոսույթով եւ այդ ներվան շարժումներով, բնականաբար պատկերացնում եք, այդ ինչքան ձեն կորցրել է, հա, ինքը չէր ուզի դա անել։ Ինքը դա ինձ չի ներ, ոչ այդ որ հարցերը կամ այդ նախին այդ բառերի հետևից էլի թաքնվելով պսևդոէլիտան ես լավ չեմ հասկանում, նշանակում պսևդոէլիտա որտեվ իրանցից կեսին կարելի ասես եւ էլիտա եւ պսևդոէլիտա եւ ավելի վատ եւ ավելի լավ։ Եվ այդ խոսույթները շարունակվում էր գրեթե ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Դե հիմա այդ ներվային գործողությունների եւ բանի հետևանքով էլ ես չգիտեմ չնայած իրանք փորձում են քողարկել այդ օրինակ ընտրական հանձնաժողովի նախագահան կամ մնացածը այդ մյուս դե ֆակտո ընտրական հանձնաժողովի նախագահ Դանիել Լեոնիսյանը եւ այլը մնացածը, որ ասում են դե բոլորը ավելի շուտ գիտեն, դե համար է ինքը հայտարարել։ Իհարկե կարող է լինել, բայց որ ասում են ժողովրդական բաստիոն կամ եվրոպական արժեքներ, եվրոպական որևէ լիդեր այդ գիշերը կամ տենց շատ արագ, հատկապես երբ որ կա ժողովրդի մեջ ոչ մենք քաղաքական պայքար ել եմ ասում այդ շատ տարբեր այլ խնդիրներ կան, սկսած հա ասենք Արցախը կորցնելուց մարդիկ այդ հայ թուրքական այդ
հայ-ադրբեջանական, Ռուսաստան հետ անհասկանել այս հարաբերությունների դեպքում, այսինքն եթե ներսում կա խնդրեմ, ու երբ որ դու վարչապետ ես, դու իրավունք չունես դա հայտարարել։ Նշանակում է պաշտպանական դիրքի օրինակ չարաշեմ, կարող ենք համարել։ Իրավաբանների հետ պետք է մասնագիտորեն խոսել։ Այս ես կուզենամ այդ եվրոպական կառույցները դրա պատասխանը տան, բայց դժվար է եվրոպական կառույցների միջին միջնորդները դեսպաները կամ ասենք օրինակ չգիտեմ, Չեխիային եթե չեմ սխալվում, Չեխիայի փողոցում տեսնելուց իր Facebook-ում անդադ այդ ձեռով չեմ ուզում անեմ, այդյան սրտիկներն անում։ Այսինքն ինչքանով է դա ճիշտ, որ մի երկրի դեսպանը իմանալով որ ժողովրդի կեսը ինչ որ լարված է այդ անգամ այդ բառը համաձայն չի, հա, բայց ինքը փորձում է այդ նույն ոնց որ մասնակցում է ԿՊ-ի քարոզարշավի, օրինակ չգիտեմ, Չեխիա այդ գործնախարարը, եթե կա մի հատ իրավաբան կամ դիվանագետ, խնդրեմ այդ օրինակ մեր համայնքից Չեխիային նամակ ուղարկեն արտգործնախարարին, արդյոք դուք կողմ եք, որ այդ մարդը ակնհայտ այդ քարոզ անում։ Ես ինչ եմ ասում, այս օրինակները շատ կարող են լինել, ժամանակը չի հերիքի։ Բայց այս այդ եվրոպական, եթե մենք օրինակ գնում ենք, չնայած ամբողջ աշխարհին վաճառվում է, որ ինքը հաղթել է, երբ որ մեդիայով լսեք, որ որպես եվրոպական արժեքների թե Ռուսաստանի կողմ թե Եվրոպայի, բացարձակապես, հա, իրանց ամենաշատ ձենը տվել են մարզերում, մարզերի մեծ մասը չգիտե Եվրոպան, ոնց ինչ շետ են ուտում եւ այլն, հասկանում եք, տենց ամենայն հարգանքով։ Իրանք մեծ խաղաղություն են այդ մեր բնակչության այդ մասին, որը հասկանալ է, հիմա դա սլոգանա թե մոտեցում է թե քաղաքականությունը, օքեյ։ Ցանկացած ոք էլ ցանկանում է խաղաղություն, բայց դա պիտի լինի։ Բոլորս ենք ցանկանում, բայց ինքը ներսում ասում է խաղաղություն, բայց թաքնվում է Եվրոպան ներկայացնում է, որ մեր կռիվը չէ, խաղաղությունը դա տենց է կար, այդ ինչա չէ քննարկվում, բայց դա խաղաղություն ում հետ խաղաղություն կամ ինչ գնով։ Շատ լավ։ Պարոն Մնացականյան, 2021 թվականի ընտրություններում գրանցվում են բավականին ցածր ցուցանիշներ ժողովրդի մասնակցության մասով նկատի ունեմ, իսկ 2026 թվականի ընտրություններում արդեն շատ ակտիվ էին եւ անդադ կուտակումներ էին նկատվում ամենատարբեր ընտրատեղամասերի մոտ։ Այ մարդիկ ինչու գնացին եւ ինչպես ձևավորվեց այս հանրային կարծիքը, որ այո, պիտի գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Մարդիկ գնում էին փոփոխության ակնկալիքով, թե ինչի ակնկալիքով։ Եվ վերջո, բայց չմոռանանք, որ եթե այն մարդիկ, ովքեր գնում էին փոփոխության ակնկալիքով, բայց Փաշինյանը ի վերջո վերընտրվեց։ 21 թվականում ինչ տարբերվում է, որտեղ իրականում այնտեղ Հետ պատերազմյան շրջան, հա։ Ցավը վերքը շատ բաց էր եւ իրականում շատ հարցեր կար Արցախի, բայց նաեւ կար Արցախը։ Բայց այնտեղ ավելի process-ների, այսինքն մարդիկ որ չէին ուզում նախիներին քվեարկեցին, դիան բոլորս հասկանում ենք, որ այդ ձենի հետևը ինչ է, հասկանում եք։ Մարդիկ այն որ չէին ուզում Նիկոլ Փաշինյանին, ուզում էին այլ տեխնացիոներն չէին ուզում, ընտրեցին իրան։ 26 թվականը իհարկե տարբերվում է, այստեղ լուրջ անալիտիկա ապետ, բայց ցավոք ես չգիտեմ տենց լավ ռազմավարական կամ հա ուղղային կենտրոններ, որ հետևեն մեր հայկականների մասին է խոսքը։ Ես գիտեմ, որ մենք տենց էլ ոնց ասեմ, չունեցանք այդ նույն Երևան քաղաքի ունեն քաղաքական անալիզը։ Ես մի քիչ շեղվում եմ ձեր պատասխանից, բայց ես շատ կուզենամ, որ նաև մեր դիտողները նայեն, օրինակ ելի եմ ասում, թե ինչի մենք չմասնակցեցինք, ինչի մենք ակտիվ չենք, եւ մեր չենք ուզում շատ ակտիվ լինել։ Ես ուղղակի այս կուզեի, որ այս հարցը որպես կուսակցության ղեկավար, եթե եղավ, պատասխանեմ։ Խնդրեմ։ Գիտեք, Երևանի դեպքում առաջի անգամ զգացվեց, որ մասնակցում է երիտասարդությունը, դա շատ ողջունելի էր։ Զգացվեց, որ մարդիկ բնականաբար շատացել են։ Ես գիտեմ, որ տեխնացուին են ավելի շատ սիմպաթիա, բայց չեմ ուզում հիմա խոսամ, տեխնացուն ընդդիմադիր է պարզա, բայց դա էլ այսինքն աշխատանքը նկատվել է։ Մենք նաև օֆիցիալ չենք մասնակցում, որտեղ մենք ասում ենք, մենք պետք է հենց անենք, որ սկսեն օրինակ, ընտրությունը պարտադիր լինի էլեկտրոնային։ Միայն այդ դեպքում հնարավոր է երիտասարդների ներգրավել։ Իմը չես կարող երիտասարդը Կիրակի է, ուզում է գնա ընկերների հետ կաֆեում, քաղաքից դուրս անցկացնի կամ եւ այլն։ Հեռախոսով դու մեկ այդ սմարթֆոնները մեծ ապագա ունեն եւ գնալով ավելի կարեւորում է, եթե դու վստահում ես քո նամակագրությունը, չէ՞, ինչ որ բանկային հարցեր հեռախոսին, նույնը կարաս 5 տարին մեկ վստահես։ Եվ ամենակարևորը էլեկտրոնայից բացի պետք է լինի պարտադիր ընտրությունները։ Մենք եկեք հասկանանք, միջև չլինի պարտադիր ընտրություն, օրինակ ես չգիտեմ, ընդհանրապես մենք շարունակենք մեր կուսակցության քաղաքական պայքարը, թե ես կշարունակեմ որպես օրինակ քաղաքական պլանավորող կամ չգիտեմ հայկական գորգերով որպես անհատ։ Որտեւ եթե պարտադիր չի, հետո գալիս են չէ մի պահ հասկանում ես որ խնդրեմ է ուստեղ սկսում են արդեն երեկվանից իրար վիրավորել այ դու ես ինչ սաունամերս գոտ ինչ գիտեմ ես ինչ մարզին են մեղադրում ես ինչ
սոցիալական խավին են մեղադրում եւ այլն, բայց դա չի կարելի։ Բայց դա պետքա պետություն անի, այդ ընտրական հանձնաժողովը, որ կենտրոնում նստած է 5 տարի պետք մեկա պետք գալի կամ չգիտեմ 2, այդ շենքը պետք է գործով այդ մարդկանց փող տվեք, որտեղ մեկա պարտքով միլիարդներով փող է վերցրել, տարին 5 միլիոն տվեք, որ սկսած նորմալ ոչ թե միայն սոցիոլոգիական հետազոտություններ անել, այլև հասկանան ինչի երիտասարդությունը չի մասնակցում, ոնց անել որ մշակույթը փոխվի մասնակցել, որ դա վատ բան չի, որ վատ բան չի, անգամ օպոզիցիա, հիմա դուր ասում են, չէ, տգեղ բառեր են օգտագործում, բոքսի տանձիկ, չգիտեմ, գնաք ոնց որ կներեք Նիկոլ Փաշինյանի մոտ բացարձակապես օպոզիցիան դա շատ լավ է ու յանց անկեղծ ասած ես շատ ավելի ուրախ եմ, որովհետև շատ ավելի դեմոկրատական ճանապարհով հետագայում օպոզիցիան կարա դառնա արդեն ղեկավարություն, իշխանություն, բայց շատ գործ կանելու թե ես օպոզիցիոն որտեղ հատկապես որ ֆինանսական հնարավորություններ ունեն, ես օրինակ առաջարկում եմ, ես ընդհանրապես հնարավոր է ինչ որ պահին իմ նման մարդիկ չզբաղվեն, բայց ասենք այն կուսակցությունները, որոնք մշտական են, չեմ ասում դες դասական, որ ոնց որ դաշնակցությունն է կամ ՀԱԿ-ն է եւ այլն, բայց օրինակ լուսավոր Հայաստանը, չգիտեմ, ապրելու երկիր է։ Այն մնացած շատ կուսակցություններ անգամ, չգիտեմ, մի քիչ մոտ ավելի ԿՊ-ին մոտիկ իրանք կամ բայց խոսքը ավելի բերենք դեպի ինդիմադիր դաշտ։ Պետք է մի ընդհանուր գրասենյակ ունենան, անպայման, մշտական 24 ժամ օրի առետ աշխատեն կապի մեջ լինեն, որ ձևավորեն դեպի մյուսը, որտեղ կարող մի տարետով դուք հասկանում եք ռեգիոնը շատ բան կարա փոխվի։ Իհարկե։ Բայց գոնե իմանանք, որ այդ մարդկանց թե չէ հիմա սկսել են երկրվստնել, սկսել են այդ մարդկանց վատաբանել եւ թուլացնել, իսկ դա չի կարելի թողել եւ չի կարելի վիրավորել, կընտրի օպոզիցիան գնա պարլամենտ, մենք ողջունում ենք, չի ընտրի, էլի հասկանալի է, էլի ընդունելի է, թող Պարոն Նացականյան, տեսեք, նաև երբ հետազոտություններ են իրականացնում, հարցումներ են կատարում ժողովրդի շրջանակներում, մարդիկ մշտապես պնդում էին, որ երրորդ ուժի կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այս ամենի համատեքստում, եթե դիտարկում ենք ուժեղ Հայաստանը որպես երրորդ ուժ, մարդկանց կողմից ընկալվեց այս կուսակցությունը, այս դաշինքը որպես երրորդ ուժ։ Երրորդ ուժը ես լավ չեմ պատկերացնում, երևի իմ երրորդ ուժը կամ ձեր կամ այդ հարցը բարձրացնողին այլ է, բայց ես կարամ ասեմ, որ ուժեղ Հայաստանը միանշանակ մարզերում սուպեր աճել է։ Չեմ ասում, շատ երիտասարդ լավ թիմ ունեն։ Ես կուզեի, որ երրորդ ուժում, ինչպես նաև այլ տեղերը, լինեն շատ օրինակ, եթե Երևանում է, շատ երևանյան ճանաչված դեմք է, Երևանի խնդիրներով զբաղվող, որովհետև նայեք, դեբատներ չեղավ 3 հա, չէ։ Որևէ դեբատում, սկսած վարչապետի այդ առաջին համարի, Երևանի կարևոր հարցերը չքննարկվեցին, շատ լավ է որ կարևոր հարցեր են, բայց հավատացած եղեք բնակչության 80%-ին ընդհանրապես այդ հարցերը իրանք չեն զբաղվում, չեն հետաքրքրում, դեռ իրանք շուտանից կեսը կամ հանձնվել է, կեսը կամ արդեն որոշել է։ Ես կուզեի օրինակ Երևանը նաև խնդիրներից լիներ, որտեղ Երևանը մայրաքաղաքն է, ասենք սա Մոսկվան չի կամ մնացածը չի, չէ, կամ չգիտեմ Ամերիկային որ ասենք մեծ մասը ապրում է ուրիշտեղ, մայրաքաղաքներում։ Մեր մայրաքաղաքի մեծ մասը հասկանում եք կենտրոնացած է մայրաքաղաքում։ Հեղափոխությունները լինում են մայրաքաղաքներում։ Այսինքն վաղը չի միսոյ թե նույն փողոցային պայքար լինի, մեծ մասը Երևանցին է դուրս գալու փողոց, իմացեք, ոչ թե մարզերից են գալու, բայց Երևանի խնդիրները, օրինակ Երևանի անցած օր ինձ անընդհատ ուղարկում են, մենք այդ մլակներից որ անցած խոսում ենք, իհարկե դա կատակ է, բայց այդ կատակը ձևավորումը շատ կարևոր մտածելակերպ, որ ուրեմն այստեղ ինչ-որ մի հատ մեծ խնդիր կա քաղաքային կառավարման։ Մենք մլակը ցույց ենք տալի, իմացեք եւս 30-ը տենց հարցեր կա, որոնք կարող ֆինանսական լինեն, սոցիալական լինեն, մշակութային, որը չի երևում։ Երևում մենք քաղաքաշինական է, բայց դա տենց չի։ Քաղաքաշինական խնդրեմը երբ որ շատ է բարձրանում, դառնում արդեն էկոլոգիական խնդիր։ Բայց այդ նույն մլակի հարցը օրինակ անցած օրը Կարպիսը եւ Էդմոն Մարուկյանը եւ Կարպիս Փաշյանը իրանց ոդկասթներից մեկում խոսացել են մլակներից։ Գիտեք ինչքան մարդ արդեն ինձ ուղարկեց, որ նայ խոսալ կամ ասենք Ագնեսյան Խամոյան շատ լավ խոսում էր Երևան քաղաքի գույքարկի բարձրացնելուց եւ ազգային ժողով Մանան Գրիգորյանը։ Այդ դա է կարևոր, այսինքն Երևանցին Երևանցիների խնդիրը, հա, նույնիսկ մենք առաջարկում ենք կուսակցությունից մեկը տեսա հասարակական տրանսպորտի անվճար, որևէ մեկը չխոսած, որևէ մեկը չխոսած համայնքային կյանքից։ Այսինքն Երևանը տենց է չդարավ, թե ինքը առանձին համայնք, ոչ թե թղթի վրա։ Ոչ էլ ասենք վարչական շրջանները դարձան համայնք, այսինքն համայնքներից որևէ մեկ չխոսած, բայց ասենք եթե նույն վարչապետը որպես լավ բան, ասում բակերն են կարել, չգիտեմ մանկապարտեզները, դրանք համայնքային խնդիրներ են, դրանք պետական խնդիրներ չեն այդքան։ Այդ դա է որ սա մեր մոտ հիմա խառնվել է։ Իրար ու չի կարող ստացվի այն ինչ որ լավ կներ որ ստացվի։ Պարոն Նացականյան, տեսեք, Փաշինյանը վերընտրվեց, սա փաստ է։
Բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ ժողովուրդը այո ասեց, իր քվեով այո ասեց եկեղեցու դեմ տարվող արշավին, սահմանադրության փոփոխության։ Ձեր կարծիք այս մասով։ Դա նայեք, օրինակ, ես էլի կարող եմ օրինակ բերել մեր կուսակցությունով հաղթանակ, մեզ համար կարմիր գիծը եկեղեցու թեման։ Քաղաքական պայքարը, երբ որ դու մտնում ես, դու ամբողջությամբ նորմալ ադեկվատ մարդու համար։ Անկամ մենք այդտեղ խառը թեմաներ ունենք իրավական, բայց մենք բոլորս այդ օրերին գնում ենք, կանգնում ենք, թե ֆիզիկապես, թե պատրաստ ենք գործողությունների։ Գիտեք, այդ դա է կարևոր, երբ որ դու ճունես արդեն 50%, չեմ ասում, սահմանադրական իրավաբանական տերմինները մեծամասնություն, դու ընդհանրապես իրավունք չունես։ Ոնց որ իրավունք չուներ, նաև այսինքն եթե Երևանի ԿՊ-ն ընդհանուր բնակչության 9%-ներ հավաք է։ Հա, մի քիչ ասենք ընտրողների 20 քանի տոկոսը այդ ինչ որ հիշում եք այդ դոկի այդ բան միացան, դες դառան քաղաքապետ։ Այդ մարդիկ իրավունք չունեին Երևանի գույքարկը բարձրացնելու, չէ՞։ Բայց որովե մեկը դա իրական դա ընդհանրապես պետք է որ հետ բերեն, հենց իրանք պետք է հետ բերեն։ Բայց այս հարցը պետք է դառնա կարևոր հարց, այսինքն չի կարող 50% չհավաքած իշխանությունները փորձեն մեր հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ կամ վերաբար հայրապետի, դա չի քննարկվում։ Նույն իրանք հասկանում են նույն մեր սրբազանները, որ հիմա տնային կալանք են, այնտեղ չմտածեք, մենք սաղից հասկանում ենք, որ տարթադացությունը այդ WhatsApp-ներով, այսինքն որ ասում են, դե լավ, ինչ կա WhatsApp մեջ, ինչ կարևոր է թղթով, այտենց կարևոր չէր, այդ Մալբերի համակարգը, բա պետությունը կարևոր, հենց WhatsApp-ը դու կարաք խոսակ իրար հետ կենաց ասեք կամ գովակ, բայց դուք չեք կարող այտենց կարևոր իրադարձություններ նշանակում է ինչքան ցածր մակարդակի է ու էլ ինչքան բարձր եք դուք դասել, այսինքն պետությունը ցածրացրել եք, սարքել եք Լյուդովիկոս 14-ի պես, պետությունը ես եմ, որ ինքը հայտարարի արդեն ես ընտրվել եմ, դա ոչ դեմոկրատական քայլ է։ WhatsApp-ով ազատես, ասենք դրա այդ ձեռի հետ էլ, ասենք չգիտեմ, դատական իշխանությունների կամ բան, սա ուղղակի ձեռօրինացիա։ Իհարկե, այս տարի չեղավ, մյուս տարի դա, հա։ Բայց եկեղեցին մեր բոլորիս համար շատ կարևոր հասկանում եք ինչ մարկեր է, ասենք ոնց Արցախի հարցը եւ եկեղեցին։ Այդ ժամանակ այ հենց այդ գրասենյակը, այսպես ասած, չգիտեմ հիմա եմ հնարում այդ բառը, հա, գրասենյակ օպոզիցիոն Երևան քաղաքում թող լինի, թող տարբերվի բոլոր մարզերում։ Որ թող լինեն, որ նման հարցերով որ միանգամից համախմբվեն։ Մենք այսինքն դնեն մի կողմ էս ինչ հարցով դու, սենց ես մտածում գյուղատնտեսության կամ անգամ հետագա միջազգային հարցերի կամ նույնը, չգիտեմ, որտեվ սա երրորդ կարևոր, չորրորդ հարցեր են անդադ գալու։ Ասենք ինձ համար շատ կարևոր է, օրինակ, չգիտեմ, Ռուբիոն եկավ, аэроպորտում ինչ-որ բան կնքեցին, լավ չհասկացանք ինչ էր։ Բայց ես գիտեմ մի բան, որ ես գնացել եմ վերընթերցում եմ ձոզել եմ խորհուրդ տալի նաև մեր երևանցիներին եւ հայաստանապետության այլ քաղաքացիներին, որ օրինակ, հələ չեմ ասում Միկոյանի բան չասեն, էլի, այտենց խորհրդային Ֆադեյ Սարգսյանի, մեր ամենալավագույն ժամանակաշրջանի, ասենք վարչապետից, որ ինքն է կոնկրետ զբաղվում այդ հանքերով, հələ միջև էլ, հա, ասենք Քոչինյանի ժամանակ, Զարուբյանի ժամանակ, Կարեն Դեմերչյանի հուշերից, նաև իր այդ փաստաթղթական եւ օրինակ, չգիտեմ, այդ Սաբիր Ստեփանյանի, հա, Սաբիր Նիկոլաիչ, այդ մարդիկ են մարդիկ, որ ստեղծել են այդ հանքերը, սկսած Քաջարանից, Ոսկու հանքից, հա, եւ այլն այդ հրազդանի, այդ ամբողջ հրազդան մասը, բայց ինչ եմ դա կարդում։ Ուզում հասկանամ, ուրեմն պարզվում է, դեռ անգամ շատ այգի ունենք հուշերը արդեն անցել են, սովետել չկա, մարդիկ կիսում են, ասում ասած լավ հանք ենք, դե գնացին ՑԿ զեկուցեցին, ասին սուս մի ասա, հանգարց Մոսկվան չի մնա։ Նույնը տարբեր բաներ։ Հիմա այս մարդիկ սա ոնց որ գտել են, բացել են, հասկանում եք, ու ասում են, լավ, եկեք սարքել են յարմարկա մեր հանքերի, բայց էլ քանի կոպեկ արժե դու ասենք ամուսարի իրականում ես խեմ ամուսարի դեմ կամ ինման մարտի, որտեղ ես կոնկրետ հասկանում եմ ռիսկերը հաշվարկած չեն գրագետ։ Այդ ստորգետնյա ջրերով գալու է Սևան հասնի այդ թույները այդ ամբողջը, որը անգամ կա դրա կասկածները, որ 70% որ երևի տենց կլինի կամ 80%, թվում է նորից անեն, բայց մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները իմանան, այսինքն մենք Սևանը կորցրել ենք, թե հիմա Սևանը անունը կդնեն Գյոգչա, ասենք Կովկասյան թաթարներ ադրբեջանցիները կվերցնեն, թե ընդհանրապես կթունավորվի, ես ինքս ծնունդով, ասենք հորական կողմը Սևանցի է։ Հասկանում եք, ես ընդհանրապես մենք Սևան հետ вообще ընդհանուր մեծ հզոր ծրագրեր ունենք, տուրիստական թե տարբեր, բայց եթե մարդիկ չեն կարող հաշվեն, այսինքն ասեն մենակ շուշուտ եկեք դու ստորագրի գնա, քեզ էս հանքը կտանք, քեզ էսի կտանք, դու էս ոսին կտանես, դու էս այդպես չի լինի ընկերներ։ Այդտեղ է ժամանակ մենք հաստատ չենք թողի։ Պարոն Նացականյան, եւ վերջին օրերին, վերջին 2 օրվա ընթացքում առնվազն մինչեւ այս պահը շատ է շահարկվում մանդատները վերցնել, թե չվերցնելու հարցը։ Ի վերջո, եթե անգամ ընդդիմությունը վերցնի մանդատները եւ ձևավորվի խորհրդարանը, դա կարելի է որակել որպես քաղաքական ինքնասպանություն իրենց կողմից։ Ինչի՞։ Ժողովուրդը կվստահի դրանից հետո այլևս։ Ես ասեմ, ես ընդհանրապես պարլամենտ, եթե դու գիտեք
հիմա էս էլի սմարթֆոնների զարգանալով առաջ գնալով մարդիկ սկսել են շատ նայել նաև պարլամենտը ավականում ով կարող մտածել այն ժամանակ որ ասենք ավականու նիստեր կնեն չէ բայց Երևանը մարդը ասենք Վարշավիրա մտել ես բանան չէ ավականու նիստ ալու ասում դա վատ չի այսինքն դա որպես համայնքի էլ եմ ասում ձևավորման մասնակցային կառավարման համար լավ է հետաքրքրությունները մեծանում են իհարկե դա կարևոր է բայց բանի առումով որպես օպոզիցիա աշխատելու դա աշխատանք է բավականին մեծ վարձատրվող մեծ ապարատ կազգային ժողովի ինքս 3 տարի աշխատել եմ ազգային ժողով այն ամենա հատկապես այդ օրինակ 2008 թվականից մարտի 1-ից հետո բայց մենք ամեն կերպ փորձում ենք բուֆետում թեկուզ օպոզիցիան եւ բարիշացնել ինչ որ մի ձև հա խոսանք մեկ այսինքն մենք ընդգծված վերաբերմունք փորձում ենք օրինակ լրագրողների հետ նախ մի բան ասեմ եկա առիթից օգտվել հատուկ շնորհակալություն ատեն բոլոր լրագրողներին ով որ լուսաբանել են այս ծանր այս 2-3 ամիսը հատկապես այս վերջի ամիսը բոլորին ուղղակի անունները կուզենայի տա բայց չեմ ուզում շատերին տամ հատկապես նաև աղջիկներին որ այդ մեծ ծանր բանի տակ որտեղ իրանք ավելի շատ հիմա գործ են արել քան շատ կուսակցություններ լուրջ եմ ասում այսինքն այդ մարդիկ թե առավոտ գիշեր վիրավորել են եւ այլն եւ հույս ունեմ որ իրականում սա շատ գնալով կզարգանա կուժեղանա ու նոր երիտասարդներ ու ինջալուց երիտասարդ լրագրողների շնորհիվ նույն ես կասեմ Երևանի մասով, նաև մնացածներ թող ասեն մարզերում, Երևանի շնորհիվ սկսել են շատ երիտասարդներ հետևել քաղաքականության հենց լրագրողների, տարբեր կամպանիաների, երեխեքի պրոֆեսիոնալիզմի եւ այդ խնդիրների շնորհիվ, շնորհակալություն, բայց ազգային ժողովում պետք է աշխատես։ Դա կարևոր է։ Մենք պետք է ունենանք էդի ու հավատացած եղեք, շատ ամեն ինչ լավ կլինի։ Չկա ասես։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, ես թող մնա ասենք որ մեր օպոզիցիան արդեն ունի սուպեր լիդերներ, այսինքն ձեր ասած Նարեկը Կարապետյան ինքը արդեն ես իրան ուրիշ ձև գիտեմ, բայց ինքս մի քանի ամիսներում այդտենց թռիչքարը դառել այդտենց պրոֆեսիոնալ, էլ չեմ ասում ցավոք ես կուզենայի շատ այլ կուսակցությունների անցնեն, որոնք նաև չկան, բայց չեմ ասում նույն Ռոբերտ Քոչարյանը արդեն նախագահից ինչքան է, ասենք ես աշխատել եմ տարբեր նախագահների հետ, համարյա տարբեր ժամանակաշրջաններում, նախագահ էր իմ համար որպես քաղաքաշինական առումով սուպեր էր, որովհետև ինքը ասենք այդ նույն քաղաքաշինական ծրագրեր արեց, որ անգամ խորհրդային ժամանակները չեն կարողացի անել։ Բայց իրանք դա ցույց չտվեցին։ Օրինակ, այ որ վերադառամ նախքին հարցին, իրանք կարեն անդադ այդ տարածքներ, չգիտեմ, խի օրինակ սկսած հյուսիսային պողոտայից, որ հիմա ամենա գնացող տեղերն է, կամ ասենք այդ թունելներով եւ այլն մնացածներով, բայց իրանք չկարողացան, բայց ինքը Ռոբերտ Քոչարյանն ինքը արդեն դարձավ սուպեր լիդեր։ Այդ դա է շատ կարևոր։ Այն ժամանակ ինքը սուպեր լիդեր չէր, օպոզիցիայի լիդեր էր, երկրորդ նախագահ էր։ Հիմա դարձել է ցավոք ենթադրում եմ որ ինքը չի լինելու ազգային ժողովում բայց ինքը կա ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը հսկա է ինքը ասենք մեզ անկախություն պարգևած նախագահն է մենք այդ մարտիկ ենթանել մարտիկ կան եւ հուսով եմ որ մի օր ինչ որ կարևոր պահին մեր երկրի ճակատագրական երբ որ լինի այդ նաև այդ գրասենյակը ընդհանուր օպոզիցիոն որ շատ հարցեր է մենք էլ արդեն որպես ու արդեն շատ կուսակցություններն էլ վերանա լավ կլինի 4%-ն են վերանա իշն ընդհանրապես 1%-ի որտեղ այնքան մարդ պետք է ասում եք դեմեմա անցնեն ինչքան հետաքրքիր կանցներ եւ այլն կամ շատ այլ կուսակցություններ որ պետք է լինեն պրոֆեսիոնալներ դա հին գրված համանդրություն բայց որևէ մեկը չուզեց դա փոխի այդ դա շատ կասկած է բերում Շնորհակալ եմ պարոն Մնացականյան շատ հետաքրքիր զրույցի համար իսկ ես հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ որ զրուցում էի հաղթանակ կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ շնորհակալություն